Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի եթերում Ազատ Հարթակն է եւ ես այս պահին հրավիրել եմ հյուր վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության ղեկավար Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանին։ Շնորհակալ եմ պարոն Իսրայելյան, որ հրավերս ընդունեցիք, գիտեմ, որ շատ լարված օրեր են, դուք հենց վրանից եք այս պահին եկել մեր խմբագրություն։ Ուզում եմ մեր հարցազրույցը սկսել հետեւյալից, վրանը տեղադրվեց մարտի 29-ին, եթե ես չեմ սխալվում։ Այո։ Եվ արդեն 27-րդ օրն է, որ դուք տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ եք ունենում, այնտեղ գալիս են քաղաքական, հասարակական հայտնի դեմքեր, պատգամավորներ եկան խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, բայց մի զարմանալի բան կա, որ այդ հանդիպումներին չկան, չմասնակցեցին գոնե պատգամավորական մակարդակով քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ խմբակցության անդամները որպես իշխանություն։ Ինչու եմ սա տարօրինակ համարում, քանի որ ձեր բոլոր պահանջները սոցիալական, այդ թվում նաև իհարկե քաղաքական, ի վերջո այս ամբողջ գործընթացը եւ սոցիալական բաղադրիչ ունի եւ քաղաքական։ Եվ պատասխանատվություն կրողները հենց իրենք են եւ իրենց է ուղված, իրենք ունեն իշխանական լծակներ, խնդիրներ լուծողներն են իրենք են, բայց հենց ՔՊ-ն իշխանությունը չի գալիս հանդիպման արցախցիների հետ։ Սա ինչով կբացատրեք, այդտեղից սկսենք, հետո հասկանանք ինչ է կատարվում, խնդրեմ։ Նայեք, սկզբնական շրջանում ոնց է նախաձեռնվել ու սկսել այդ շարժումը, հաշվի առնելով, որ Արցախի բռնի տեղահանումից հետո ժողովուրդը տեղափոխվել է Մար Հայաստան, ընդհանուր արդեն իրավիճակը որ տենց է դարձել, բոլորի մտահոգությունն է, որ Մինձևի Հայաստանում, Մայր Հայաստանում ապրեն, գոյատևեն, Մինձևի ապրելակերպը մի քիչ բանանի, որ արտագաղթ մարդկանց մտքում այդ արտագաղթ հասկացողությունը բան չանի։ Այո, հնարավորինս կասեցվի արտագաղթի վտանգը, որը կա, ակնառու կա, այո, ես դրա վրա եմ ուզում անդրադառնալ, որ տվյալներով տենց միջև օրս խոսքի տարօրկեսվա ընթացքում մոտավորապես 20-25 հազար մարդ արդեն արտագաղթվել։ Բայց կներեք, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում 30 հազարի մասին էր խոսում դեռ ամիսներ առաջ։ Ես կարծում եմ, որ այդ պատկերը շատ ավելի տխուր է։ Ավելին է, քան երևի ձեր ինֆորմացիան։ Հաշվի առնելով, որ մի մասը գնալով կամ չնչի մասը հետ վերադառնալով ընդհանուր ամփոփիչմանով խոսքի 20-25 հազար այսօրվա իրավիճակում չեն գտնվում Մայր Հայաստանում, գտնվում են խոսքի տարբեր տարեկեսվա ընթացքում, երկու տարվա ընթացքում դա շատ լուրջ թիվ է, ու այդ մտավախությունը մեր արցախահայության մեջ սկսել է բարձրանալ ավելի շատ կարևորացնելով, որ մենք եթե այն հույսով են հավատով, որ վաղվա օրը կգա մի բարենպաստ ժամանակ, որ մենք հավաքական հետ վերադարձ Արցախ կարանք ապահովենք, մենք այստեղ մնալ ապրելը դա շատ կարևոր է, ու բացի դրանից այդ կարևոր հարցից մեկը, երկրորդը, որ այդ սոցիալական հարցերի հետ կախված մենք ունենք լուրջ խնդիրներ, մարդիկ չեն կարողանում այս տարօրկեսվա 2 տարվա մեջ ոչ օգտվել այդ ծրագրից, ոչ ընդհանրապես օգտվելու կամ էլ ինչ ոլորտներում կամ ինչ ուղղությունների վրա ընդհանրապես սաղ ձախողված է, որը իշխանության կողմից են իրանք արձագանքել դրա, որ իրոք հարցերը իրոք ձախողված է այդ ծրագիրը, ու այդ կուտակվելով այդ հարցերը, այդ խորհուրդը, այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների այդ անհատները ակտիվ մոտավորապես մի ամսուկես 2 ամսվա ընթացքում քննարկելով այդ կարևոր հարցերի շուրջ եկել եք մի հատ որոշման, որ ստեղծվի մի հատ խորհուրդ, այդ խորհրդի կողմից ներկայացնվի հանրության այդ նախաձեռնության մասին, հետո դրանից հետո հայտարարենք հանրահավաք, որ հանրության կողմից ունենանք աջակցություն, լիազորություն այդ պահանջները ներկայացնելու ներկայիշխանությանը։ Ոնց որ դուք նշեցիք, մարտի 29-ին եղավ բազմահազարանոց հանրահավաք, հանրահավաքից հետո մեկ այդ կետերը 12 կետանոց բաղկացած այդ հարցերը ներկայացրինք իշխանությանը ու այդ օրվանից որոշում կայացրինք, որ մնում ենք հրապարակում մինչև մեր հարցերի պատասխանները հիմնավորած, ոչ բառերով, շեշտեմ տարբերությունը, ոչ բառերով հիմնավորած լինի։ Դրա կարևորությունը ինչի մեջ է այդ բառերի մեկ էլ հիմնավորած։ Մենք այսօրվա իրավիճակում որ հայտնվել ենք ներկայիշխանության մեղքերի բացթողումներով ենք հայտնվել, այդ նույն ձևի խոստումներ տալով Արցախում գտնվելու ժամանակ մեզ հույսը հավատեն
միշտ ներշնչել, բանարել, հա, ու վերջում եկել հասել ենք, որ Արցախը չունենք։ Հիմա այսօրվա իրավիճակում հայտնվելու պատճառները ելի ներկայաշխանության պատասխանատվությունն է, դրա համար մենք խոսքերին չենք ուզում հավատանք, բառերին չենք ուզում հավատանք, կոնկրետ առաջարկներ, կոնկրետ քննարկումներ այս իրավիճակում է ժողովուրդը ստեղ մնալու, ստեղ ապրելու համար։ Այո, հիմա դուք արդեն ասացի 27-րդ օրն է բազմաթիվ քաղաքական ուժերի հետ հանդիպում, ԿՊ-ն չկա։ Ես շարունակեմ, ուրեմն որ սկզբնական շրջանում Արցախահայության մեծամասնությունը դուրս է եկել այդ բողոքի, այդ հանրահավաքին, տարբեր տեղերից փորձել են կամ բանանել տարանջատել Արցախահայություն կամ այս մեկ մյուս իմաստը, քանի դեռ այս 12 կետի մեջ դա մենակ Արցախահայության մասին չի խնդիրը։ Դե եթե իրավունքների մասին է խոսքը գնում, մենք ապրում ենք մի հողի վրա, բոլորիս իրավունքներն հավասար է, բայց ես միշտ ներկայացրել եմ, որ հայ ժողովրդին, որ մենք որպես ցավալի օրինակ ենք։ Դուք մեզ նայեք այս իրավիճակում հայտնվելու պատճառներն, բեղքերն, այս մեկը մյուս, որ վաղվա որ ձեզ հետ նույն բաները չկատարվի։ Եկեք միասնական մեկ այդ հիմքը դնենք այդ արդարության, արժանապատվության, իրավունքների, այդ սոցիալական խոսքի կախված այդ կարևոր հարցերի բաները դնենք ու միասնական շարժվենք այդ գործողության process-ների ընթացքում ամեն մեկս ներգրաված լինենք։ Ու դրանից հետո մենք ներկայացրել ենք ուրեմն ստես մի հատ բան կա սկզբնական շրջանում ունեցել ենք մի հանդիպում, հետո երկրորդ հանդիպումը հաշվի առնելով որ իշխանությունը արձագանքել է որ պատրաստ է լսելու քննարկելու այդ հարցերի շուրջ առաջի հանդիպման ընթացքում ընդհանրապես եղել է ասենց մի հատ առաջարկ որ մի ամսով կավելացնենք Դա փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ էր։ Եվ խոսքը վերաբերում է 40+10 ծրագրին։ Սկզբնական շրջանում տենց է եղել, որ դա մի ամսով կավելացնենք, այդ ընթացքում էլ դուք խմբեր ձևավորեք, մասնագիտական, ու մենք արդեն մնացած հարցերի շուրջ, մնացած կետերի շուրջ արդեն քննարկումներ կիրականացնենք, որ չլինի վրան, կառավարություն այդ ձևաչափով, բայց նախապայմանով է եղել։ Առաջինը սահմանափակված, որ մի ամիս, երկրորդում մենք դա գնալու ենք այն ժամանակ, որ վրանը հանվի։ Ձեր առաջ իշխանությունը դրել է նախապայման։ Այո, մենք ներկայացուցիչները դեռ քննարկումից հետո դուրս են եկել ժողովրդի ներկայացրել այդ արդյունքները ու ժողովրդի կողմից իհարկե մեր կողմից էլ նույն խորհրդի կողմից էլ որոշում կայացնելուց հետո իհարկե եղել է բացասական արձագանք։ Ինչու, որովհետև դուք դա համարել եք գուցե ծուղակ, այսինքն ասում եք ժամանակավորապես մեկ ամսով կձգենք 40+10 եւ հետո ասում են քաղաքական որպեսզի հանկարծ խնդիրներ չստեղծեք, մի հատ վրանը հանեք։ Այսինքն նախապայման են դնում եւ հետո դուք կասկածել եք, այսինքն, հա, որ կարող է չկատարել։ Ու այս մի ամսվա որ անցել է ոչ մի բան չեն արել, այ մեր կասկածանքը սկզբնական շրջանում հիմիկ վահեք ինքը համընկնում է արդեն։ Որ այդ նույնը մի ամիս արդեն անցել է։ Այո։ Վրանը դեղ էր, բայց ելի մենք շարունակում էինք հանդիպումները, չէ՞։ Բայց մենք չենք եկել ընդհանրապես բանի կառուցողական կամ ինչ որ կետերի կամ ինչ որ քննարկումների համատեղ կայացման որոշման կամ պատասխանի։ Ներողություն, հաշվի առնելով ես ասեմ։ Եկել եք մի եզրակացության, որ իշխանության կողմից ներկայացրած այդ փաթեթը արտագաղթի փաթեթ է։ Մեր ներկայացրած մոտեցումները ստեղ մնալու ապրելու համար է։ Դրա համար չենք համընկնում մեր այն կետերում այն որոշումների մեջ, որը խոսքի իշխանության կողմից է կամ մեր կողմից եկած։ Եթե կարելի է այստեղ մեկ ճշտում, այո, խորհրդի անդամներից մեկը ժամկետային առումով չեմ կարող ասել, բայց երևի մի 10 օր առաջ կլիներ, հանդիպում էր ունեցել, հա, այդ հերթական հանդիպումից հետո փոխվարչապետի հետ, լրագրողների հետ հարցազրույցում ասաց, որ շատ գոհ է հանդիպումից, եկել են ընդհանուր համաձայնության։ Թվում է, որ ինչ որ մի բան դրական կատարվել է։ Փաստորեն հերթական կեղծիկի հետ մենք գործ ունենք, հա։ Նորից փափուկ բարձ են դրել արցախցիների Նայեք, բոլոր հանդիպումները ընթանում է նորմալ մթնոլորտում։ Դե մենք որպես էլ հասարակություն համ հավատում ենք, համ բան ենք անում պատրաստականությունը ելիվ կառուցողական ձևով բանը, բայց եթե չունի արդյունք, եթե չկա արդյունք, դա ցույց է տալիս ոչ թե մեր ոչ ճիշտ կամ մոտեցման կամ ոչ, այլ իրանց կողմից արձագանքից, իրանց կողմի մոտեցումներից։ Եթե իրանք խոսքի ինչ որ հարցերի կարևորացնելու մեր կողմից ասում են դա քաղաքական որոշում է, ղեկավարության իշխանության կողմից քաղաքական որոշում է, դա չկա, այս հարցերը չեք քննարկում։
Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ բան է, ինչ մոտեցումներ է։ Բոլորիս հարցը պատասխանների ընթացքում կամ քննարկման ընթացքում հաշվի առնելու, որ փոխվարչապետն էլ չունի այդ լիազորությունը տեղում իր դիրքորոշումը ներկայացնելու, այդ մարդն էլ, այդ նույն ղեկավարն էլ բարերի խոսքի պատասխանները սենց է ձևերում, դա քաղաքական որոշում կայացրած է, որ խոսքի այս կետը սենց է։ Հա, խոսքի այս մասը սենց։ Հայտնվում եք փակողում։ Այո, հիմի բոլոր ընթացքում ինչ ուղղություններով իրանք առաջարկել է, մեկ այդ ուղղություններով արձագանքել է, այդ ուղղություններով մեկ մեր պատասխանատվությունը բան է արել, ցույց ենք տվել։ Ու տենց ձգձգելով խոսքի մի ամսվա ընթացքում մի կետի մեջ չենք եկել համաձայնության, եթե ինչ-որ համաձայնություն էլ կար, ինչ-որ բանում, էլի նույն նախապայմանը վրանը հանեք, մենք այդ անեք։ Ստեղ ժողովրդի շահերն եք մենք առաջ քաշում։ Մենք ստեղ խոսքի առաջնային ազգի շահերն ենք առաջ քաշում։ Իրանց կողմից նախապայմանը տալիս է, որ սա, եթե դուք եք ժողովրդի ներկայացուցիչ ղեկավար եք, չէ՞, խիչ եք համաձայնում այս որոշումներին կամ այս կետերին, որ դա բոլոր մեր ազգի խոսքի ներկայացուցիչների շահերն են։ Ստեղ արդեն նորից եմ ասում, ամեն հարցի, ամեն քննարկման ընթացքում հաշվի առնելով, որ միայն միսը շարունակվել է, դա մեր մեջ կասկածանքի տեղ է տալիս, որ մենք չենք հավատում։ Այսինքն, եթե հանեք վրանը, վստահ եք, որ ընդհանրապես ոչինչ չի կատարվի, բայց տեսեք ինչ եղավ այս ամբողջ ընթացքում, ԿՊ-ական, այդ շրջանակները, նրանց ֆեյքային, հա, այդ գրառումներ են անում։ Ես շարունակեի այդ իմաստը։ Ես կուզեմ դրան անպայման անդրադառնալ։ Այդ ընթացքում նայեք, այս կարևոր հարցի շուրջ մեր հանդիպման բանակցության ընթացքում մյուս կողմից սկսել են խոսքի հանրության մեջ պարակտման ատելությունը ավելի շատ բանանել, գեներացնել, ավելի շատ մեծացնել, որ հասարակությանը, հանրությանը մեր նկատմամբ սրեն մեր մեջ, ժողովրդի մեջ ինչ որ տենց վատ հետևանքներ ունեցող բաներ իրականանա, բայց իրանց մոտ չի հաջողվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հայաբնակ ժողովուրդը մեզ հենց սկզբնական շրջանում ոնց որ մեզ դիմավորել են սահմանը հատելուց, նույնն են մեկտեղ գտնվելու ժամանակ իրանք ամեն ձևի իրանց աջակցությունով, իրանք ամեն ձևի իրանց ողջունելով, որ մենք մի ազգ ենք, անունը հայ, չէ՞։ Իրանք փորձել են, դե ուրեմն եթե դուք ձգտում եք այս կառուցողական բանը ստեղծեք, ուրեմն դուք պիտի այն ուղղություններով էլ աշխատեք, որ այդ ատելությունը չլինի։ Պետական մակարդակով ներկայացուցիչները դուք տեսնում եք, չէ՞։ Այո, պատգամավորները։ Բաց ձևով ատելության քարոզություն են տանում կամ էլ առիթ են տալիս, չէ՞։ Այո, Արեն Սիմոնյան, հարցածակում, եթե մենք եկել ենք իրար հետ բանակցելու այս հարցերի շուրջ խոսալու, ինչ կարիք կա այդ ձևի ձևաչափով խոսքի հանրությանը։ Շատ պարզ է։ Մենք գիտենք դրա պատասխանը։ Հիմա այստեղ հարցը դրա մեջ է, որ նորից եմ ասում, ինչի համար են ասում, որ չեք հավատում, որովհետև չեմ հավատում։ Որպես արցախցի, որպես հայ, որպես բոլոր Հայաստանի այ ազգը չի հավատում, որովհետև միշտ այս ձևի սկզբից ուրիշ բան եք ասում, հետո հետագայում լրիվ ուրիշ բան է դառնում։ Ի վերջո իրենք Արցախի հարցում եւս պատերազմից հետո անգամ հենց չէ հիշում եք անընդհատ փոխում էին իրենց կարծիքները, սկզբնական շրջանում բոլորովին այլ բան էին ասում, խոսում էին Արցախի անգամ հետ բերման մասին, մինչև 21 թվականի հիշում եք ծրագրի մեջ կառավարության այդ մասին կար, հետո միանգամից գլխիվայր ամեն ինչ եւ փոխվեց եւ հետո անգամ հայտարարություն, այսօր մարդիկ հայտարարում են, թե Արցախը ադրբեջանական տարածք է, ինչի մասին է խոսքը։ Ես հստակ դրա հարցի պատասխանը տամ։ Եթե Արցախի պատերազմի ժամանակ ունեցել եք խոսքի պարտություն, իրանք ամեն ինչ արել են, որ այդ պարտության մեղավորը կամ մենակ իրենք չեն, սկսած ուրիշ պետություններից ու ստեղի խոսքի Հայաստանում գտնվող բոլոր ուժերի միշտ մեղադրում էին, որ դուք խոսքի մեղավորը մենք չենք, մեղավորը դուք եք, որ սենց ասա։ Դրանից հետո հիմի որոշում կայացնողը դուք եք։ Ո՞վ է ձեզ ստիպում խոսքի այն մնացած հարցերի շուրջ, որ ձեզանից է կախված, ձեր դիրքորոշումից է կախված, էլի թշնամու օրակարգով շարժվեք, էլի թշնամու պահանջների հիմունքներով կազմեք։ Էս էլ են ուրիշների մեղավոր։ Ձեզ ստիպում են ուրիշ պետություններ, ոչ։ Ձեզ ստիպում են ուրիշ ուժեր դրա մասին ասելու, ոչ։ Ստեղ արդեն ժամանակի ընթացքում ցույց է տվում, որ այդ մարդկի սկզբնական շրջանից հիմի միջև օրս էլ նույն դիրքորոշումն է եղել։ Ընթացքում կասեցվել է բոլոր այդ չզոքացվել է բոլոր այդ մարդկանց կամ պետությունների կամ ինչ որ մեղավորությունները, որ մենք իրականում տեսանք դերակատարները ով են կամ ինչ են հետապնդում։ Այդ առանձին այդ հարցի պատասխանը։
այս շարժման հետ կախված այդ բոլոր այդ կետերը, որ 12 կետը տեղադրած այնտեղ որպես պահանջ, այդ ցույցի մասնակից են եղել անհետ կորածների ծնողները։ Նրանց խոսքի ասում եմ, այս փողը չի հետաքրքրում, սոցիալական հարց։ Այս հետաքրքրում է մեր երեխոցու վերադարձ։ Գերիների հարազատներ են մասնակից եղել, որոնք էլի նույն հարազատների, այդ նույն հարազատները նույն բարձրաձայնում էին այդ հարցը, որով ներգրաված է այդ կետերի մարդիկ գալիս են ասում են մեզ հետ վերադարձն է հետաքրքիր, երբ ենք հետ վերադառնալու, մենք ենք ուզում դա պահանջենք, ես մենք մարդիկ գալիս են ծանր սոցիալական իրավիճակում հայտնվելու այդ խնդիրների հետ կախված բարձրաձայնում, ստեղ տարանջատել, սա անընդունելի է։ Այսինքն խնդիրը եւ սոցիալականը եւ քաղաքականը եւ դրանք միահուսված են։ Չի կարելի ասենք ներողություն եմ խնդրում, պարոն Իսրայելյան, որովհետեւ մեղադրում են, ասում են, մի կողմից մեղադրում են, ասում են, ինչ եք հապ հողուզում արցախցիներ, մյուս կողմից էլ մեղադրում են, ասում են, ինչ եք Հայաստանի համար դժվար վիճակ ստեղծում քաղաքական, այսինքն բոլոր առումներով Արցախցին թիրախավորված է։ Հերիք չի գողացել են Արցախցու հայրենիքը։ Հիմա էլ ասում են, դուք մեղավոր եք, որ Արցախը թողեցիք եկաք, դուք մեղավոր եք, որ այս վիճակում եք։ Գնաց, այսինքն ինչին են ուզում սրանք հասնել։ Ուզում են արցախցին էլ հեռանա Հայաստանից, չլինի այլևս արցախցի, չլինի հարցը արցախյան։ Գալիս ենք այդ եզրակացության, որ հիմքը դա է։ Այո։ Նորից եմ ասում, այս իրավիճակում գտնվելու այդ ժողովրդի իրավիճակը դա ձեզանից է կախված, ընդհանուր ղեկավարից ոչ մի պետության հետ կախված չի, ոչ մի ուժերի հետ կախված չի, ձեր մոտեցման, ձեր դիրքորոշման։ Բարի եղեք, որոշեք այս մարդկանց ճակատագիրը, բարի եղեք այս մարդկանց այն հնարավորությունները տվեք կամ այն հասանելիքը տվեք, որ գոնե նորից եմ ասում, ստեղ գոյատևելու կամ ապրելու բան այդ իրավիճակում մի ձևի հնարավորություն տան, որ վաղվա օրը մենք գիտենք հարցեր կա, նույն հետ վերադարձի հարցը, որ մենք հարցի բանն էլի են կարևորացնում գերիների հետ կախված է, մնացած են կարևոր է մշակութային, տեսնում եք ինչա կատարում պատմական մշակութային Արցախը, գոնե այդ հարցերի շուրջ բարձրաձայնեք, այդ մի թողեք այդ հարցերը, այդ ձևի իրավիճակում հայտնվի, որ դուք անտարբեր եք, Ադրբեջանը կողմից էլ ալիթավորված, ինքը ամեն ինչ էլ անում է։ Այդ վաղվա օրը կգա նորմալ ժամանակներ բան, տենց բարենպաստ ժամանակներ, հետ վերադարձը կարող է բավարարենք ու ես չեմ էլ մտածում, որ դա լինելու է, որովհետև լինելու է դա։ Հա, բայց եթե այս իշխանությունները վարում են քաղաքականությունը, որով թույլ են տալիս, որ Ադրբեջանը մինչև վերջ ոչնչացնի Արցախցու հետքը Արցախից, հայկական Արցախը ոչնչացնի մշակութային իր հոգևոր արժեքներով եւ չլուծի նաեւ արցախցիների, ասենք, վերադարձի խնդիրը, այնտեղ դուք բարձրացրեցիք այո անհետ կորածներ, գերիներ եւ այլն, այսինքն դա մի ամբողջ փաթեթ է։ Եթե այս իշխանությունն այսօր լռում է եւ թույլ է տալիս, որ Ադրբեջանը իսպար փակի Արցախի խնդիրը, արցախահայության հարցերը ուղղակի խաչ քաշելով դրա վրա, բնականաբար դժվարություններ է ստեղծվելու, պարոն Իսրայելյան, նաեւ հաջորդ եկող իշխանությունների համար։ Տաժանակիր աշխատանք է լինելու թե դիվանագիտական հարթության մեջ, գուցե եւ ռազմական, ես չգիտեմ, իսկապես ինքը ամեն ինչ անում է այսօրվա իշխանությունը Փաշինյանի ղեկավարությամբ, որպեսզի իսկապես ամբողջությամբ մոռացության մատնվի Արցախի հարցը։ Հիմա դառնալով սոցիալական խնդիրներին, ես կխնդրեմ հետեւյալն ասեք, ես օրինակ տեղեկատվություն իմացա, որ շատ ծանր վիճակում գտնվող մարզերում մանավանդ մենք արցախցիներ ունենք, Երևանում էլ ինչու ոչ, մարդիկ ովքեր բնակարանային լուրջ խնդիր ունեն, ես գիտեմ, որ նաև հենց դուք ունեք լրջագույն խնդիրներ, թե աշխատատեղի հետ կապված, թե բնակարային խնդիրներ, այն որ դուք չեք բարձրաձայնում, չեք ուզում խոսել այդ մասին, բայց հո մենք որպես լրագրող գիտենալով ես չեմ կարող չասել այդ մասին եւ ցավի սրտե ես բարձրաձայնում եմ հիմա այդ հարցը, որովհետեւ անգամ տեղեկացա, որ մահվան դեպք կա անգամ, այսինքն արցախցիները օրինակ այդ փետրվար, հա, այդ ամիսներին ցրտի մեջ գտնվելով ինչ որ մահացության դեպքեր ենք նաեւ ունեցել։ Մենք արտագաղթն ենք մենակ ասում, բայց մահացության դեպքերի հետ մահացության դեպքերն էլ դրան գումարվում են։ Հիմա ո՞նց է լուծվելու այս հարցը։ Բնակարանային ծրագիր կոչվածը, հա, այլևս չկա։ Չէ, ինքը կա, բայց շատ լուրջ խոչընդոտներ կա, դաժե այն մարդիկ, որ այդ ընթացքում են իրաց մեջ բերած այդ փոքրամաս մարդիկ, որ դիմել են, օգտվելու այդ ծրագրից, մինչև օրս այդ մարդիկ ոչ մի բան չեն կարողացել իրականացնել, որովհետև այնքան խոչընդոտներ կա այդ հարցը, որ մարդիկ հոգնում են, բանկերի հետ կախված հարցերը լուրջ, խոսքի այդ տեղամասերի հետ կախված հարցերը լուրջ, մարդկա աշխատանքը ճարելա մի հատ ուրիշ տարածքում, բայց այդ
հնարավորություն տալիս է ինքը ուրիշ տեղամասում բնակաբան անելու, ձեռք բերելու, որտեղ ինքը աշխատանքից զուրկ է մնալու։ Այսինքն լուրջ խնդիրներ կա, որ այդ ընթացքում իրանք էլ են, այդ քննարկման ընթացքում իրանք էլ են ընդունում, որ այո, կա տենց խնդիրներ, կա տենց հարցեր, մենք էլ եք դա տեսել, այդ ձախողումները տեսել եք, որ դրա հետ կախված է ու մեզ առաջարկում են ձևավորել մասնագիտական խմբեր, գան կոնկրետ այդ կետերի, այդ բաների հետ միասին քննարկելով որոշումները կայացնենք։ Ժողովուրդ տարօկես ընթացքում ես հասարակ արցախցի մենք պիտի գանք ձեզ ասենք որպես մասնագետ կամ էլ մասնագիտական ինչ որ ուղղություններ տանք հարցի կառավարությունն ինքն իր մեջ պետք է ձևավորի էլի այդ ուրիշ բայց մենք էլի ասեցինք էլի պատրաստենք մենք էլի ձևավորեցինք մեր մոտ մեր հասարակության մեջ կան նորմալ թերապևտող խոսքի թե մասնագիտական բոլոր ոլորտների հետ կախված ձևավորել ենք այդ խմբերը ձևավորել ենք ուստեղ այդ շարունակական process-ը որ գնում է արդեն ձգձգելու բանով է գնում մի անգամ գալիս ենք էդի խոսելու ներկայացնել ուրիշ մի հատ հարցածակում դեղ են ասում մի հատ էլ այս ձևաչափով բանարեք եմ ու այս ձևաչափով ու դրա ընթացքում իրանք մեկ վրանում գտնվելու ընթացքում այդ պայքարի բանը շարունակելու ընթացքում ու իրանք որոշում են կայացնում այդ անընդունելի ծրագիրը, որ իրանց կողմից էլ է բարձրաձայնում, որ դե խնդիրներ կան, ու իրանք որոշում է կայացնում, կառավարությունը որոշում է կայացնում, սրանից մի 10 օր առաջ, 10-15 օր առաջ, որ ծրագիրի խոսքի էսա պիտի սրանից էլ օգտվեք։ Մենք գալիս ենք բանակցելու, որ այդ կետերը փոփոխությունները մտցնի հարմար խոսքի հասանելիք, ընդունում են, որ դա ճիշտ է, ստեղծեք խմբեր կան քննարկենք, բայց որոշում է կայացնում։ Բա որ ընդունում եք, որ սխալ է կամ անընդունել է, խեք որոշումը կայացնում։ Հետաձգեք մի քիչ։ Այդ ժամանակահատվածում սոցիալական այդ աջակցությունը երկարացրեք անժամկետ, մինչև այս կետերի մեջ, այս հարցերի մեջ մենք գանք մի հատ պայմանավորության կամ էլ մի հատ միասնական կառուցողական այդտենց բանով։ Դառնանք Սամվել Շահրամանյանի հետ կապված խնդրին, վերջերս ես տեղեկատվություն իմացա, ընդ որում օրեր առաջ էր, երևի մի 10-15 օր առաջ կլիներ, որ արդեն ինչ-որ տրամադրություններ կան, որ Սամվել Շահրամանյանը Արցախի Հանրապետության այս նախագահը նպատակ ունի հրաժարական տալու, մինչ դրան անդրադառնալը ես կուզեմ նախ սկսենք հետևյալում, նաև տեղեկություն ստացա, որ Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդում կար անհանգստություն, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չի այցելում, դե մարտի 29-ից ստեղծվել եք, առ այսօր չէր այցելել, այսօր միայն տեղեկացանք, որ այցելեց եւ կար անհանգստություն, որ ինչու նա չի գալիս Ազատության հրապարակ, որտեղ տեղակայված է վրանը, եթե իսկապես կիսում է արցախահայության այդ խնդիրները, ինչն է պատճառը, վախն է պատճառը, ինչն է, իրեն ինչ որ բան է կաշկանդում, իշխանության լծակների տակ է, ինչ որ ուղղորդվում է, հազար ու մի կասկածներ, հա, այսօր առաջին անգամ Շահրամանյանը եկավ վրան, հանդիպում եք ունեցել, դուք եւս մասնակցում եք հանդիպմանը, նախ այդ անհանգստության հետ կապված փարատվեց իր գալով այդ անհանգստությունը, թե չի էլ եղել նման անհանգստություն։ Չէ, ես այդ հարցին կպատասխանեմ սենց, ամսի 29-ից հետո մենք հետ սկզբնական շրջանում հանդիպումներ ունեցել ենք Շահրամանյանի հետ, քննարկումներ այս հարցի շուրջ խոսքի, որ մենք սենց բան եք նախաձեռնել, այս մեկ եմ ույս, տենց հանդիպումներ եղել են։ Իսկ վրանից դուրս եղել է հանդիպում։ Վրանից դուրս, դե իր մոտ ենք եկել, դա լուսաբանել են, ներկայացում եղել է, լուսաբանել են դա այս մեկը։ Սա հանրության մեջ այդ թեզերը տանողները են աշխատանքներին իրականացնում, որ վարկաբեկեն կամ էլ այս շարժման կամ էլ այդ անձնավորության հետ կախված խոսքի էությունը, իրանց դերակատարությունը կամ էլ իրանց ղեկավար լինելը, բայց ես կասեի, որ ոչ, տենց բան չի եղել, այդ ընթացքում էլ բաներ, քննարկումներ, բոլոր ամեն ինչին ինքը տեղյակ է եղել, ու բացի իրանից ոնց որ մենք մնացածի հետ, պրոստը հարցը որ իրա մասինական կոնկրետ բանը նշվում, ես հա ինքն էլ ամեն ձևի սկզբնական շրջանում տեղյակ եղել, ընդհանուր այդ բաների բանը քննարկումների իր դիրքորոշումն կամ իր մոտեցումն է, ոնց որ այսօր ինքը իր մասնակցությունով ներկայացրեց հանրային արդեն խոսքի ինչա ինչ ոչ, սա մի օրվա մեջ չի եղել, երեք չի մտածել, որ գա այսօր մի բան ասի։ Դա ընթացքում եղել է, ընթացքում այդ քննարկումները եղել է, ու ես կասեի, որ սկզբնական շրջանում էլ հենց դա դրական բանով եղել է։ Հանրության մեջ այդ ոնց որ նույն թեզերը խոսքի Շահրամանյանի կամ Արցախի իշխանության հետ կախված են ներկայացնում, նույնատիպ թեզերը տարբեր ուղղությունների վրա են ներկայացնում, նորից եմ ասում, ստեղ
պարակտում կամ էլ ատելության ինչ որ բան գեներացնելու համար։ Ուրիշ ոչ մի դրական բան ես այդտեղ չեմ տեսնում։ Այն ուղղությունը, այն աշխատանքները, ով իրականացնում է ու ինքը գիտակցելու, որ դա դրական լավ բան չի անում, արդեն դա հարցի պատասխանն է։ Մեկ ստեղ միասնության կոչ ենք անում, մենք կարողացել ենք հիմք դնենք միասնության, մենք դա ցույց եք տվել միասնության, որ Արցախայությունը միասնություն կա։ Մարդիկ փորձում են այդ միասնության մեջ բայց հակառակ կարան անեն, չէ՞։ Լավ բաներ անեն, գան միանան, նույն բան աջակցեն, որովհետև այսօրվա ծանր իրավիճակը ամեն մարդ չգիտակցում։ Մենակ գիտակցում է ծանր իրավիճակում գտնվող մարդը։ Ոչ մեկը չի կարող այդ մարդու ցավը կիսի, կարա կիսի, բայց ամբողջովին չի կարա կիսի։ Հիմա այդ մարդկանց դերակատարությունը կամ էլ այդ մարդկանց իրաց աշխատանքները ինչ ուղղության վրա իրականացնում են, ստեղ ես միշտ կոչ եմ արել, թե օրդորանք ա եղել, թե խնդրանք ա եղել, ասեմ ժողովուրդ, մենք իրոք ծանր իրավիճակում ենք, չէ՞, գտնվում։ Բոլորս Արցախում էլ ենք նույն այդ իրավիճակում գտնվել, այդ որ սենց խոսելով պարակտում էին, ես մեկ եմուսը թուրքը եկած մորթում է բոլորիս։ Մեկ մտած իրար մեջ պարակտում էիք։ Հիմա նույն բանը խի եք ստեղանում։ Նույն աշխատանքները խի եք իրականացում, ում շահերն եք պաշտպանում, կամ ինչ ազգային կամ ժողովրդի շահեր եք առաջ քաշում։ Դրա համար ժամանակի ընթացքում նմանատիպ մարդկանց դերակատարությունը մի ժամանակը իր պատասխանը բերում է իր տեղը դնում։ Համ ժողովուրդը իրաց գնահատականը կտան, համ էլ ամենից կմտածի իր առած քայլից կամ իր բանը որոշումներից ինքը թող իր առաջել պատասխան տա։ Հիմա ես պիտի դուք շատ կարևոր թեմա բարձրացրեցիք, որովհետև ես այն գործընթացը, որը տեսնում եմ, իմ մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն առումով, որ արցախցիների մեջ կարծես այո, պարակտման նշույլներ են, այսպես ես չեմ ուզում ասել, որ պարակտված են, այո, բայց ինչ որ թևերի բաժանելու, այդպես քաղաքական, հա, սոցիալական հենքի վրա ինչ որ թևերի բաժանելու միտում կա։ Նույնիսկ ես ավելին ասեմ, աշխարհ-քաղաքական, նաև, հա, ռուսամետներ, արևմտամետներ, այսինքն այն խայտարակ պատկերը, որ այսօր կա Հայաստանում, փորձ են անում նաև մասնակից դարձնել մեր արցախցիներին։ Հիմա Արցախի ներկայացուցչության դիմաց, երբ օրեր առաջ տեղի ունեցավ բողոքի ակցիա, դա այդ թևերի արկայության մասին էր փաստում, ովքեր էին այդ մարդիկ։ Նայեք, ներգրաված դեղ բոլոր մասնակիցներին չի կարելի անվանել միանման միատիպ մարդկանց, որովհետև եկած ներկայացած դեղ կային ահագին մարդիկ, որ խոսքի իրոք մտահոգած էին այդ թալանի հետ կախված, ես էլ մեկնել ես միշտ շատ քիչ եմ բարձրաձայնում այդ հարցը, որովհետև ես ասեմ, ես 20 թվի պատերազմի ընթացքում թե իշխանությունը, Արցախի իշխանությունը, թե հասարակության մեջ ահագին մարդիկ տեղյակ են, ես մոտավորապես $800,000 օգնություն եմ բերել հասցրել։ Բերել, ես խոսքից չեմ վերցրել, բերել եմ, չէ, բայց հաշվի առնելով, որ այնքան զոհաբերել ենք, այնքան երեխեք են արյուն թափել ու դա չի բանաներ, ես ամոթանք եմ զգում այդ բանը ասելու համար, բայց մարդիկ կան կարող է դա դրոշակ սարքեն, ման գան, ասեն, ես ամաչում եմ խոսքի այդ իրավիճակում տենց բարձրաձայնելու, որովհետև այդ իրավիճակում ունեցել եմ այդ հնարավորությունները, ես դա իրականացրել եմ որպես հայ, որպես Արցախահայ, որ դա պետքա ու դա ասում ճիշտ է։ Հիմա այն մարդիկ էլ, որ այդ հարցերի շուրջ, այդ բաների շուրջ խոսում են հակառակ խոսքի, թալանի, այս մեկ եմոսի մասին, ես ասում ողջունում եմ։ Մենք էլ ենք, մենք մի շաբաթ, երկու շաբաթ առաջ մեր նախաձեռնությունով խորհրդի դատախազության առաջ ակցիա եք կազմակերպել։ Դատախազին գլխավոր պահանջելով այս 7 տարվա մեջ ղեկավար խոսքի լինելով դուք ղեկավարության բան, մի բան արեք, մեկը ես ասում եմ տենամ, այդ թալանը ուր է գնացել, ով են թալան չիները, այս մեկը եմ, բայց ես ինչի վրա եմ այսքան սկզբնական բանով գալիս, գնալով դեղ, իմանալով, որ հասցեատերը դեղ չի, հասցեատերը, այ դա է ինձ մեծ կասկածանքի տակ դնում, որ դուք ախր գիտեք, որ հասցեատերը դեղ չի։ Ժողովրդի մի մասը դա լսելով գնացել են, մյուս մասն էլ դա գեներացնելով, իրանք էլ գիտեին, որ հասցեատերը դեղ չի։ Ինչի համար, որովհետև քննարկման ընթացքում երկուշաբթի օրը հաջորդ մի քանի օրից հետո հրավիրեց քննարկման ժամանակ, եկան էլի այն եզրակացության, որ միասին պիտի գնան դատախազություն։ Չէիք իմանում դրա մասին, որ պիտի գնայիք դատախազություն, կամ չէիք իմանում, որ պատասխանատու կամ էլ այսօրվա իրավիճակում այդ հարցերի պատասխանները մեկ մենակ կարանք ստանանք դատախազություն կամ քննչական բանից։
Ուրեմն ինչի է գնում, ասենք Արցախի ներկայացությունն ինչ անի, հա, այդ գումարները տալու հարցում ուստեղ այդ գործողությունը տվել է մի քանի ուղղություն։ Մի մասը, որ չգիտակցելով է գնացել, մի մասը, որ խոսքի եկել Արցախի նախագահին պահանջելու, որ ձեր դերակատարությունը այս գործի մեջ կարևոր է, որ եկեք միասին գնանք։ Մի մասն էլ ուղղորդվող ինչ-որ տեղերից։ Այ գուցե ճիշտը հենց միասին գնալու հանգամանքն է, այսինքն օրինակ մարդիկ կային արցախցիներ, որոնք ինձ ասում էին ի վերջո ինքն է մեր նախագահը, Սամվել Շահրամանյանը, քանի դեռ ինքը որոշակի քայլեր չի արել, հրաժարական եւ այլն, ինքը մեր նախագահն է։ Մենք ումից պիտի պահանջենք։ Ճիշտ է, այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Արցախը հանձնեց, ինքը կատարեց չլսելով Արցախցու ձայնը, անտեսեց ուղակի, բայց այս պահի դրությամբ որպես իշխող մարմնի ներկայացուցիչ Սամվել Շահրամանյանն է։ Մարդիկ ասում են մենք պիտի գնանք իր մոտ։ Ես ընդունում եմ, բայց այդ մարդը պիտի միանա մեզ։ Ես ընդունում եմ, դուք հարցը ասում եք ինչի համար սենց բան դարավ, շոու նման իրադարձություն դարավ։ Այդ նույն մարդկանց ինքը դիմում էր, որ դուք ամեն օր հնարավորություն ունեք գալու ինձ հետ հանդիպելու, զանգում եք, միշտ զանգին պատասխանում եմ, ու մի քանի անգամ էլ եկել եք, հանդիպել ենք։ Հիմի այն մարդը համարել է հարց եղել, իմաստը, որ կարայիք էլի նույն ձևի գայիք, պահանջեիք, կամ էլ ես ձեր հարցերին պատասխանները բավարար չեմ տվել, դուք դա արձագանքեիք։ Հիմի այդ հանդիպումը նորից կայացավ այդ գործողությունից հետո, բայց էլի նույն հանգիստ ոլորտում իրար պատասխանները ճարեցին ու ուղղությունն էլ դատախազության բան։ Հիմա հանդարտվել է այդ թիմը, որը այդպես ասում էր, բերեք մեր փողերը տվեք եւ այլն։ Բաներ չկար, խե պատասխանից ահագի մարդիկ հասկացան, որ այդ փողերն էլ որ հետ բերեն, դա գնալու է Հայաստանի բյուջետը, դա չի գալու արցախցիների խոսքի, ասենց կամ անձերի ջեբոյն գնի կամ էլ էս մեկը մոյս։ Չէ, բայց արցախցիները չեն կարող իսկապես ստանալ։ Օրինակ մարդիկ կային ինձ ասում էին, որ մեր փողերը լափել է Նիկոլ Փաշինյանի դրածոները Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանի դրածոները Արցախում։ Եվ մենք պահանջում ենք, կոնկրետ անուններ են տալիս, հիմա ես ուղղակի չեմ ուզում անուններ հնչեցնել, ասում են Փաշինյանից էլ պահանջում ենք, բայց ուզում ենք, որ մեր նախագահը Սամվել Շահրամանյանը այդ գործում լինի մեզ առաջնորդ, առաջնորդի մեզ, որպեսզի գնանք մեր գումարները հետ ստանանք։ Բանկերում են այդ գումարները, թե որտեղ են, չգիտեմ։ Համենայն դեպս իրենք պահանջում են իրենց հասանելիքը։ Հիմա այդ հարցի լուծումը դուք ո՞նց եք պատկերացնում այնուհանդերձ։ Փաշինյանի դրածոները Արցախում, Փաշինյանը դրածոները այդ ոլորտներում, որ մասնակից են եղել, թե Թալանի ժամանակահատվածում իր ղեկավարներ են եղել, դա Փաշինյանը պիտի այդ պատասխանները տա կամ արձագանքը տա, կամ էլ ուղղված այն ոլորտի խոսքի դատախազություն, քրչական կոմիտեին, բոլոր հնարավորությունները ու անուն առ անուն, փոքր երկիր է էս, անուն առ անուն, փողերը թվերնել, իրանք ամեն ինչի տեղյակ են, ամեն ինչի։ Արցախի իշխանությունը տեղափոխվելով ստեղ, այդ բանից հետո, իրանց լիազորությունը փակա, չունեն այդ լիազորությունը, որ լիներ Արցախ կարող է դեղից որպես բան բարձրաձայնելով կամ պահանջ մենք Արցախում գնայինք պահանջեինք իրենից, իրանք այդ ժամանակ այդ լիազորության հետ կախված կարային բան անեն, այդ հարցի բարձրաձումը տարբեր ոլորտների, տարբեր ուղղության վրա այդ պատասխանները գոնե ժողովրդին ապահովելու այդ իմաստը։ Հիմի այդ մարդկանց այդ լիազորությունը չունեն։ Այդ լիազորությունը մեկ գտնվելով Հայաստանում, մայր Հայաստանում, Հայաստանի պետության օրոք բանի օրենքների օրոք կա մարմիններ, որոնք դրան պատասխանատվության բանն է։ Շատ լավ։ Հիմի այդ պատասխանատվության օրոք այդ հարցերը պիտի ուղղենք այդ պահանջելու, ճնշելու, բողոքելու այդ նույն բանը պիտի գնանք դեղ անենք հենց դատախազության առաջ։ Այո, այսինքն արցախցիների համախմբումը այսօր առավել քան պետք է, օդ ու ջրի պես է պետք եւ կոնկրետ հարցերով միասնականությամբ եւ այդ դեպքում միայն այս իշխանությանը չի հաջողվի եւ պարակտել եւ վարկաբեկել։ Հիմա դառնանք հետեւյալ հարցին, Շահրամանյանը Սամվել Շահրամանյանի հրաժարականի հնարավոր ընթացքին այդ լուրերը ճիշտ են, որ նա ուզում է հրաժարական տալ։ Ես ուզում եմ ուղղակի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հիշեցնել, այս մասին նա այսօր եւս հարցազրույցում վրան այցելած ընթացքից հետո լրագրողներին ասել է հետեւյալը, որ նախագահի տեխնացու կառաջադրվի մայիսի 21-ից հետո 7-ից 10 օրվա ընթացքում։ Այո, սա է սահմանում սահմանադրությունը։ Հիմա ճիշտ են լուրերը, որ Սամվել Շահրամանյանը ուզում է հրաժարական տալ։ Ստեղ հարցը գնում է մայիսի 21-ին, որ լրանում է։ Լրանում է, բայց ուզում է հրաժարականի մասին խոսքի անձնական իր դիրքորոշումը պիտի լինի, ուզում է թե չի ուզում։ Ստեղ ոչ թե իր ուզելով է
այդ փոփոխությունները, այլ ամսի 21-ին է բանանում իր։ Ճիշտ է, այո։ Ու ստեղ ընթացքում ես գիտեմ թե դա այնքան անձնական որոշում է կամ անձնական մոտեցում է, որ անձամբ ինքը իր բարերով պիտի ասի ուզել չուզելի մասին եմ ես ասում, բայց ընդհանուր որ այս իրավիճակում մեկ ծանր իրավիճակում հայտնվել ենք, որ Արցախի հանրապետության կառույցները գոնե որ ասում է իր բանը պահելու համար այդ փոփոխությունները կա ժամկետ պիտի լինի։ Որոշակի փոփոխություն եղավ, չէ՞, ազգային ժողովի падգամավորները իրականացրեցին փոփոխություն, ժամկետը ազգային ժողովի ավարտի ժամկետը երկարացնելու համար, իսկ նախագահի պարագայում այդ նույն փոփոխությունը հնարավոր չէ շատ արագ իրականացնել, որովհետև ես ուզում եմ հասկանալ, պարոն Իսրայելյան, ինչ իրավիճակի առաջ կկանգնի Արցախը, եթե կորցնի, ասենք, եւ այդ նախագահի, հա, պաշտոնը, եւ հանկարծ խորհրդարանը, իդեպ խորհրդարանը ընտրված մարմին է։ Ես գիտեմ, թե մենք ամեն ինչ պիտի անենք հանրությունը, ժողովուրդս, որ դա ոնց որ մնա, ոնց որ կա, որովհետեւ դա մեր համար այնքան կարևոր, այնքան ավելի մեծ, որ մեր բոլոր հարցերի պատասխանը հենց սրանից, հենց ստեղից է սկսվում։ Եվ այնուհանդերձ, քանի որ օրենքը ասում է Արցախի նախագահի թեկնածու կարող է առաջադրել, հա, մայիսի 21-ից հետո կարող է այնուհանդերձ Սամվել Շահրամանյանին գա փոխարինելու մեկ այլ անձ, պաշտոնը մնում է, պաշտոնի հետ խնդիր չկա, բայց փոխարինի մեկ այլ անձ, բայց այդ դեպքում ինչ ձևով պիտի լինի, ժողովրդի քվեն է, թե խորհրդարանն է, այո, խորհրդարանն է լուծելու։ Այո, այսօրվա կարգավիճակում ոնց որ իրանք հայտնվել են, ստեղ մենակ խորհրդարանական համակարգ է եւ հիմա ուզում եմ հասկանալ դա հնարավոր է որ Արցախի падգամավորները գնան նաեւ նման որոշման փոխելով Սամվել Շահրամանյանին հնարավոր է կամարում դա ստեղ փոխելու հարցը ոչ թե նորից եմ ասում ստեղ հարցը լեգիտիմությունը պահելու համար այո Այստեղ արդեն այդ մարդը եթե խոսքի հրաժարական է տա, մի հատ ուրիշ մարդ պիտի լինի, չէ՞ որ Այո, իհարկե։ Ես այստեղ չեմ ազնվորում, այլ կարևորացնում եմ շարունակականությունը պահելու համար։ Այո, այստեղ չեմ անձերի հետ կախված չեմ ասում, ես կարևորացնում եմ այդ կառույցների այդ բանի իմաստը խորքային այդ իր կարևորությունը, որպեսզի պահպանվի, հա։ Այդ ընթացքում խոսքի նորից եմ ասում, իր կողմից կլինի արձագանք կամ ուզել չուզելը շարունակելու, կմնա էլի նորից խորհրդարանում ձայների համապատասխան արդեն բանկանի, եթե չմնա, արդեն ստեղ որ ասում եմ, բայց ես գիտեմ թե այդ ընթացքում կարող է տարբեր մարդկանց էլ ներգրավեն խոսքի, որ իրավունք ունեն էլի այդ բանը նախագահի պաշտոնը զբաղեցնելու։ Կա, իսկապես կան տեխնացուների կամ գնում է ինչ-որ խոսակցություն, թե դեռ չի գնում։ Այսօրվա իրավիճակում ես տես տեղյակ չեմ, բայց ես գիտեմ թե դա նորմալ երևույթ է։ Նորմալ է, բնականաբար։ Նորմալ երևույթ է, որ այդ ընթացքում կարան ինչ որ մարդկանց խոսքի էլի ներկայացնեն որպես բան, տեխնացու ու բանում խորհրդարանում ձայների համապատասխան կամ ձայների որոշումը այսպեսի հարց կարող եք պատասխանել, կարող եք ոչ։ Չափազանց ակտիվ է Սամվել Բաբայանը։ Հնարավոր է, որ այնպիսի իրավիճակ լինի, որում կան լուրեր, որ նա պատրաստում է նաև հնարավոր ընտրություններին, եթե ընտրությունները արտահերթ այլևս չլինեն, այլ լինի 26 թվականին, նա մասնակցի նաև ընտրություններին, նաև ինձ տեղեկություն հասավ, որ ինքը իր այդ համախոհներին է հավաքում, մարդկանց, ովքեր իր հետ, հա, ինքը եղել է այդ մարդկանց հրամանատարը, եւս իրենց է հավաքում եւ ասել է, որ չգնաք Հայաստանից, մնացեք, ես մասնակցել եմ 26 թվականին, սա ըստ լուրերի, ինչպես ասում են հայտնի խոսքով, ըստ օդում կախված լուրերի, այդ տեղեկատվությունը ես որպես լրագրող ստացել եմ, որ բավական ակտիվ պատրաստվում եմ մասնակցել եւ հնարավոր է, որ այդպիսի փոփոխություն, ասենք Սամվել Բաբայանը ակնկալում է արդյոք նախագահի պաշտոն այս փոփոխության ընթացքում դեռևս մինչ ընտրությունները հնարավոր հաշվի առնելով խոսքի sense մի հատ ձևավորած միտք ասեմ բացի Սամվել Բաբայանից կան մի քանիսն էլ խոսքի որ այդ կան նաև Սամվել Բաբայանը ակտիվության ու այդ մարդկանց մտահոգության կամ էլ իրանց հեղինակության կամ էլ իրանց այս հարցերի կամ էլ իրավիճակին լուծման կամ դուրս գալու բոլոր այդ ներկայացրած մոտեցումները այստեղ ես գիտեմ թե ամեն մի անձ պիտի ունենա թե ժողովրդի կողմից խոսքի թե խորհրդարանի կողմից
աջակցություն։ Դե խորհրդարանում մեծամասնություն, հա, ձայների մեծամասնություն կազմող ուժերից մեկը Երկրորդ ուժը երկրորդ ուժը ավելի ճիշտ Սամվել Բաբայանի ուժն է։ Ոստեղ իրականացումը ես նորից եմ ասում, ամեն մի անձի, ամեն մի ակտիվ ներկայացուցիչի հետ կախված է իր դերակատարությունը կամ էլ իր այդ ընթացքում արդեն կերևա, եթե ունենք մարդիկ այդ հեղինակությունը կամ այդ վստահությունը ժողովրդու խոսքի ողջունեն, եթե չլինի դա խնդիրի ոչ հանրության մեջ է, ոչ ժողովրդի մեջ է։ Դրա համար անձնավորելով ես դա գիտեմ, թե դա այնքան էլ բան չկա։ Գուցե նաև վտանգենք, երբ որ անձնավորում ենք, կարող ենք նաև գործընթացը վտանգել, չէ՞։ Կա այդպիսի բան։ Գիտեք, նորից եմ ասում, այսօրվա իրավիճակում ես տենց բաներ չեմ տեսնում։ Շատ լավ, պարոն Իսրայելյան, խոսք է գնում նաև այն մասին, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կարող է տեղափոխվել ներկայացուցչություն, այսինքն վրանից դուրս գալ Ազատության հրապարակից, տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, այստեղ կա հետևյալ վտանգը։ Վրանը իրեն պայքարի, հա, գաղափարն է նաև իր մեջ ներառում Ազատության հրապարակ, վրան, որտեղ Արցախցին բարձրացրել է իր ձայնը, իր իրավունքների պաշտպանության հարցը եւ մեկ էլ հանկարծ տեղափոխում է շենք։ Այդ փոփոխությունը հնարավոր է ոչ, այսպես դիտվի որպես հետքայլ, հա, պայքարից հետքայլ, իդեպ այդ գնահատականներն արդեն կան եւ կա ցանկություն նպատակադրում ունեք, որ ինչ որտեղ լավ է, որ գնաք այնտեղ խորհուրդը կենտրոնանա, աշխատի ավելի լուրջ, հա, այս աշխատանք իրականացնի, բայց վրանից դուրս գալը մի տեսակ կարծես այնքան էլ լավ չի ընկալվում, պայքարի վերջ է կարծես ընկալվում։ Դե ես իմանա 27 օր դեղ ես 24 օրվա ռեժիմով ամենօրյա գտնվում եմ այդ վրանում։ Անձամբ ես ու ինձ նման խոսքի բոլոր կամ էլ տարբեր խորհրդի տարբեր ներկայացուցիչները 27 օրվա մեջ եթե մենք տարբեր մոտեցումներով, տարբեր առաջարկներով, նախապայմաններով վրանը չի տեղափոխվել ուրիշ տեղ կամ էլ մենք չենք ձեր ասած այդ ձևաչափը ընդունել, ուրեմն հստակ ասեմ, ոչ մի դեպքում, ոչ մի խոսքի բանում վրանը փոփոխություն չի կարող լինի։ Վրանը մնալու է այնքան, նորից եմ ասում, ինչքան կառավարության կողմից միջև հստակ հիմնավորած խոսքի պաշտոնական խոսքում տալով կամ հայտարարությունով ձևաչափով մենք չգանք մի հատ պայմանավորվածության։ Այդ պայմանավորությունը միջև օրոշ չկա։ Այդ թեզերը տանողները, էլի պարակտող ներկայացուցիչներն են, էլի փորձում են մի ձևի հանրության մեջ բանկցեն, բայց վստահեցնում եմ ժողովրդին։ Վրանը դեղա, վրանը մնալու է, վրանը շարունակելու է իր գործը, միջև հստակ այս պատասխանների մենք չունենանք դրական ինչ որ բան, որովհետև սա ժողովուրդը, սա հասարակությունը այդ բանի հանրահավաքից հետո ու շարունակական ավելի մեծ ակտիվություն ներգրավված այն հանրության մի մասը, որ չի հասցրել գա այդ հանրահավաքի ժամանակ, բայց իրաչա բոլորը մեր մեջքին ու մեզ խնդրում են վրանը չհանեք, հանկարծ չգնաք, մեկ էլ եք դա գիտակցում, չհանեք, խնդրում ենք ձեզ, որովհետև բոլորս գիտեք, որ այս վրանը սա մի փոքրիկ համախմբվածության փոքրիկ տեղ է, բայց մի մեծ համախմբվածության կենտրոն է։ Դե դրա դեմ էլ աշխատում են իշխանությունը, ասեմ, իշխանության կողմից, որպես ղեկավար, դուք արդյոք բան եք, դեմ եք միասնությանը, որ բոլոր ղեկավար մարդիկ հայրենասեր նվիրվածը միշտ ուզում են միասնության լինի, չէ, ամեն երկրներում, ստեղ չպիտի չէ հակառակը լինի, մենք միասնությունն եք ապահովում, մենք միշտ ասում ենք ժողովուրդը միասին պիտի լինենք, բոլորը մեր հարցերն է, այս մեկը մյուս իրավունքներն է, մեր գերիներն է, մեր անհետ կորածներն է, իշխանությունը խի պիտի մտահոգի այդ վրանը, ուրեմն մենակ էլիտ կասկածանքի տեղա չէ տալիս, որ դրա համար ասում եմ, մինչև օրս մեզ խաբել են, շարունակելու են խաբեն, եթե մենք մենակ հավատանք խոստումներին, բառերին եթե մենակ հավատանք, միշտ խաբված ենք լինելու։ Այս իրավիճակում ժողովուրդը, որ միշտ եղել է բոլոր գործողությունների մեջ որպես մասնակից, հիմի ժողովուրդը դերակատարն է։ Այս դա իրանց համար խնդիր է, որովհետև ժողովրդի շահերն եք պահում, առաջի հերթին ազգի շահերն եք պահում, դուք պիտի ծառայեք ժողովրդին ու պիտի իր շահերը պահեք։ Դե ցույց տվեք, տղայություն արեք, ցույց տվեք, հակառակը ապացուցեք, ձեզ ասում են դավաճանեք, ձեզ ասում եք հանձնող եք, հակառակը ցույց տվեք։
ժողովրդին այս ծանր իրավիճակում օգնեք, հետ վերադարձի հետ կախված Արցախի հարցը մի փակեք, գերիների հարցը դրեք նախապայման բանակցությունների արան, քննարկման ընթացքում որ ճշնամու հետ նստում եք բանակցում, առաջնային, անհետ կորածների հարցը դրա այդ ժամանակ կարող է ժողովուրդ ասի, կարում եք արեք, ցույց տվեք, այ խնդիրն էլ դրա մեջ է, մի խնդիր էլ դրա մեջ է, որ կարողանային այսօրը չենք հասցնի, որ կարողանային այսքան գերի չենք ունենա, որ կարողանային այդքան անհետ կորածներ չենք ունենա, որ կարողանային Արցախն էլ կպահեին հայկական։ Շատ կարևոր էր ձեր շեշտադրումները, շատ տեղին էր եւ նաեւ ուզում արդեն ամփոփենք մեր այս հարցազրույցը։ Ակնհայտ է, որ իշխանությունը վախեր ունի արցախցիներից, դեռ վախենում էր վաղուց, դեռ պատերազմից հետո էր վախենում, որ արցախցիները կարող են ոստանան, հերթով սկսեց ճնշել, հետո հանձնեց Արցախը, մինչ հանձնումներ էր վախենում, հանձնելուց հետո էլ վախեցավ 23 թվականին, երբ որ կառավարության շենքի մոտ բոլորս միասին մեր արցախահայերի հետ կանգնած էինք եւ պահանջում էինք հրաժարականը, այդ ժամանակ էր վախենում, բունկերի մեջ եղած ժամանակ էր վախենում, այսինքն վախերը ընդհանրապես ոչ միայն արցախցիներից, այլ հայ տեսակից, ազգային ուժերից, այո, հայրենասերեն ուժերից, որոնք չեն համակերպվում այն իրողության հետ, որ իրականացվում է այսօր, իսկ այսօր իրականացվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը եւ դա միանշանակ է առավել քան մենք ամեն օր ենք դա տեսնում, նաեւ տեսանք հայոց ցեղասպանության պարագայում։ Հիմա ամփոփելով ուզում եմ հասկանանք ի վերջո ինչ եք անելու։ Սամվել Շահրամանյանը այսօր իր խոսքում ասել էր, որ ծանր վիճակի առաջ է կանգնած խորհուրդը որոշման կայացման հետ կապված, այսինքն թե հետագա քայլերը որը պետք է լինեն։ Պարոն Իսրայելյան, շատ կարևոր է, որ ցանկացած կառույց ունենում է իր ճանապարհային քարտեզը, հա, A կետից սկսեց, հետո հասնելու է B եւ շարունակ մինչեւ վերջի կետը պետք է որ տեսանելի լինի։ Իհարկե հասկանալի է դա այդ ճանապարհային քարտեզը նաև ուղղորդվում է օրվա իրողությունները, հա, թե ինչ իրավիճակ է, այո, գործընթացներն ինչ իրավիճակ են, բայց գոնե թե ձեզ համար հիմա պարզ է, թե ինչ ընթացք եք հիմա դուք կանխատեսում, դա վրանը կա, ամուր ձեր այդ դիրքորոշման մեջ եք, որ վրանը պետք է մնա որպես համախմբման կետ։ Հաջորդ քայլերը որն է, երբ որ կառավարությունը արդեն ձեր խոսքում ասացիք, բացարձակապես չի շարժվում տեղից, չի կատարում արցախցիների քայլերը, հաջորդը որն է լինելու, նախ պատրաստում եք հանրահավաք, հանրահավաքից հետո ինչ է լինելու, շատ անորոշ են, բայց այս իշխանությունը մի հարցում հստակ է, նա մինչև վերջ չի անելու արցախցիների որևէ խնդիր չի լուծելու, ես դա այդ համոզման եմ, որպեսզի իրականանա իր առաջի եւ ամենակարևոր պլանը Արցախը հանձնելուց հետո նաև արցախցիներին հեռացնել Հայաստանից։ Սա է իր պլանը։ Հիմա այս պլանի դեմ մենք բոլորս ազգային ուժերը ոնց ենք պայքարելու, ոնց ենք պաշտպանելու մեր ինքնությունը։ Դուք ունեք հաջորդ որոշման, ինչպես ասել էր, ծանր վիճակում է խորհուրդը, պարոն Շահրամանյանն էր ասել։ Բարերը որ ծանր իրավիճակում են։ Ծանր իրավիճակում ոչ թե մենք հոգնել ենք կամ պատրաստ չենք որոշման կայացման տեսանկյունից։ Այդ եմ ասում։ Այստեղ որոշման մի քանի ուղղությունների վրա ենք քննարկում, որովհետև նախնական մենք այս ձևաչափը, այս մոտեցումները, այս շարժումը սկսելուց մենք բոլորս էլ գիտակցել ենք, որ կարող է խոսքի ոնց որ բացական, հենց այդ դրական բան ունենակ, չէ՞, պատասխաններ ունենք, դրական պատասխանի ընթացքում ոնց ենք բան անելու, արձագանքելու կամ բացական իրավիճակում էլ ոնց ենք մենք դրսևորելու։ Այսօրվա միջև օրս ընդհանրապես գալիս է եկել է եզրակացություն, որ մի ամսվա մեջ դրական բան ոչ մի բան չի եղել։ Հիմի մենք այսօր ներկայացրած մեր կողմից, ներկայացրած մեր կողմից այն կետերը, այն բաները, այն հարցերի շուրջ որ իշխանության կողմից պատրաստ են քննարկելու, խոսելու, մենք հստակ ներկայացրել ենք մեր տեսակետները։ Հիմա սպասում ենք իրանց կողմից պատասխան։ Այդ պատասխանը հիման վրա մենք արդեն հաջորդ շարունակական գործողությունների իմաստը արդեն բան ներկայացնելու ենք հանրությանը։ Ինչ ենք անելու կամ ինչ ձևաչափով ենք անելու, նորից եմ ասում, մեզ կորցնելու ոչ մի բան չունենք։ Մենք այսօրվա իրավիճակում թե հայտնվելուց մեղքը մեր վրա չի։ Այսօրվա իրավիճակի հարցի լուծման բանալին մեր ձեռը չի։ Այսօրվա իրավիճակից գնալով ուրիշ քայլերի առիթները տվող մենք չենք էլի։ Դրա համար ստեղ այս ձգձգելով մենք այս մի ամսվա ընթացքում պատրաստականությունը քննարկման,
լուծելու այդ հարցերը, դա եղել է մեր նպատակը, որ հարցի լուծմանն ենք մենք ուզում, ոչ թե գնանք ինչ-որ կոշտ քայլերի կամ ինչ-որ գործողությունների։ Այո։ Եղել է բոլոր հնարավորությունները իշխանության կողմից այս ժամանակահատվածում, դրա համար սպասենք այսքանի ժամանակը այդ պատասխանից, մենք դրանից արդեն կոնկրետ արդեն կասենք վաղվա թե հանրահավաքի մասին է վաղվա օրվա իմաստով ասում են որ օրվա հետ կապված։ Ես ուզում եմ հենց այդ հարցնել, երբ հանրահավաքի հետ կապված, հանրահավաքը որ կարողանանք մարդկանց հասցնենք այդ հանրահավաքը ինչի համար է լինելու, ինչ իմաստ պիտի ունենա, այդ հիմքը պիտի կարաս ժողովրդին ներկայացնես հասցնես, ինչի հետ կախված, ինչ առիթների հետ կախված։ Շնորհակալ եմ, պարոն Իսրայելյան, դուք ամեն ինչ ասացիք, կա հարց, որ կուզեիք դիմել հիմա մեր ժողովրդին, կարծեմ մասնավորաբար արժե դիմել հետևյալ հարցում ամեն դեպքում, ես հիմա կխնդրեմ այդ հարցում դիմեք, որ չթիրախավորվի արցախցին, չվարկաբեկեք, մի վարկաբեկեք արցախցիների, մի թիրախավորեք։ Ես այս վերջի երկու օրվա ընթացքում ընդհանրապես իմ ուղերձս հանրության այս ձևաչափով այդ բարերով ա եղել ու նույն ձևի օգտվելով այս առիթից ժողովրդին ես ուզում եմ խնդրեմ հորդորեմ կոչ անեմ մի հավատացեք ոչ մեկին այն մարդիկ որ ձեր շահերն են առաջին են բանանում եկեք դրա կողքը համախմբենք այս վրանը այս շարժումը սա մի 7 հոգու 8 հոգու մենակ հարցերը չի ընդհանրապես դուք տեսնում եք մեզ ղեկավարել չունենք մենք խորհուրդն անում ենք անձի կողմել չենք բանարած որ ասենք ինչ որ անձնավորելով կամ էլ էս մեկին մյուսին տես բանել չկա ժողովրդին նորից եմ ասում եկեք մեր մեջքին կայնեք միասնական գնանք մեր բոլոր հարցերի պատասխանները վերաբերում է Հայաստանաբնակ հայությանը Արցախահայությանը այո ես չեմ ուզում տարբերեմ որովհետև այդ տարբերողը հենց առաջի թշնամին է մեր ով է տարբերում այդ բանը հենց ինքը դրա համար է եկել որ ինքը տարանջատ է ատելությունը մտցնելու համար մենք որպես հայազգ որպես որ միշտ հաղթանակներն ենք իրականացրել միասնականությունով որպես որ մենք հազարամյա տարիներով գոյատևել ենք էլի այդ ուժով միասնության այդ ձևեր պիտի գնանք շարունակենք մեր պայքարը մեր հայ լինելու հայ ապրելու իրավունքը այս հողի վրա ամրագրենք երրաբլուրում չկա հայաստանցի արցախցի կռվի դաշտում չի եղել հայաստանցի արցախցի բոլոր ծանր ժամանակներում չի եղել այդ բառը ոչ մեկը չի կարողացել այդ բառը օգտագործել հիմա եկել է իրավիճակում մարդիկ փորձում են ես ասում եմ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը հայաբնակ նորմալ գիտակցող մասսա է այդ թեզերը տանողները այդ բարակտոմանողները ես գիտեմ թե դա 1000 դրամանոց կամ էստրիկա ազնվորություններից որ ասում եմ գյուղ չկա շունչ լինի դե դա մեր գյուղի շներն են այդպես ասենք ցավոք պարոն Իսրայելյան եւ նաեւ ուզում եմ որպես ավարտ նաեւ որպես դիտարկում հնչեցնեմ հետեւյալը որ Արցախցին սիրելի ժողովուրդ իրավունք ունի եւ իր սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու դա իր իրավունքն է եւ իր հայրենիք վերադառնալու իրավունքի մասին բարձրաձայնելու եւ որևէ մեկը սկսած այս իշխանություններից որևէ մեկը իրավունք չունի ասելու որ դուք իրավունք չունեք դա անելու որևէ մեկը իրավունք չունի դա հնչեցնելու խնդրեմ եթե կա ասելիք այս հարցի հետ կապված եւ ավարտենք ես ասեմ մի հատ շեշտադրում կարեւոր այս 12 կետը այս պահանջները մեզ համար տարբերություն չկա վաղը ուրիշ իշխանություն ունի էլի այս պահանջը լինելու է իրաց առաջ այո թող ոչ մեկը չասի որ խոսքի sense ինչ որ մի կողմից փորձում են չէ ուղերձված չէ ժողովուրդ այս պահանջները այս ներկա գտնվող մեր հասարակության ժողովուրդը այս ծանր իրավիճակին ով է լինում այլնի եթե ինքը պատասխանատուն է եթե ինքը ղեկավարն է այս պահանջները լինելու է այո իր տունը իր տեղը կորցրած արցախցին իրավունք ունի այո ասելու սոցիալական խնդիրները լուծեք ի վերջո ինչի մասն է խոսքը եւ իհարկե վերադարձի խնդիրները հայրենիք վերադառնալու խնդիրը վերադարձի անիմաստ է ընդհանրապես ուրիշ հարցերի մասին շնորհակալ եմ պարոն Իսրայելյան շնորհակալ եմ որ վրանից ուղիղ եկաք մեր տաղավար եւ տվեցիք այս շատ կարեւոր հարցազրույցը վերհիշեցնեմ Ազատ հարթակի հյուրն այսօր վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության ղեկավար արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն էր լավ լինենք միասնական լինենք կհանդիպենք